Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանին։ Բարև ձեզ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մեկնարկել են արդեն մոտ 1 շաբաթ է նորընտիր խորհրդարանի աշխատանքները, ձեր գնահատմամբ ինչպիսին են դրանք։ Ես փորձեմ Լուսանցք դուրս չգալ, այնքան հնարավոր է մնալ բաների սահմաններում, գլխավոր գաղափարի շրջանակում։ Տեսեք, տպավորություն է, որ զրոյական կուրսեր պետք է լինեն պատգամավորների համար։ Այսինքն նախնական, գոնե մի տարի, մի քանի տարի պետք է ինչ-որ նախախորհրդարան, այսպես կոչված նախախորհրդարան, այն հին իմաստով չէ։ Մի բան լինի, որ սրանք հասունանան, ոմանք հասունանան եւ նոր տեխնատություն առաջադրվեն, տեխնատությունը իրենց առաջադրեն ու դառնան ազգային ժողովի պատգամավոր, որտեղ ընդհանրապես մարդիկ չեն պատկերացնում ուր են եկել, նույնիսկ հագուստը, սպորտային հագուստով, մայկայով, որով գալիս են ազգային ժողով, անտեղյակության աստիճանը, ես այդպիսի տպավորություն եմ ստացել, ոմանք Այ անտեղյակ, բոլորովին անտեղյակ մարդիկ եկել են եւ պետական մեր պետության ամենակարևոր իշխանական մարմնում պաշտոն են զբաղեցնում։ Առաջի տպավորությունը դա է, որ հարկավոր է բացի տեխնացուների լեզվի իմացությունից այն անձնական քարտը, որ լրացնում են, նաեւ վերևում միտեղ գրված լինի, որ 2 տարի զրո կուրսեր անցել է։ Ճիշտ է, եթե ուզում եք իմանալ Լուսանցքից ներս կամ արդեն ուրեմն քաղաքական կենսագրություն պետք է ունենան, այսինքն մարդը հենց որ մտցվում է ցուցակ, պետք է մենք իմանանք, որ նա կայացել է որպես քաղաքական գործիչ, պետական գործիչ եւ հիմա արդեն ուզում է զբաղեցնել օրենսդիր մարմնում իր տեղը։ Հիմա իմ տպավորությունով բոլորը չեն արժանի դրան, մի կարևոր բան կա Եթե այս ազգային ժողովը դա անի, պատգամավորի հետ կանչի մասին օրենքը, դա կարծեմ սահմանադրական է, օրենքը փոխի, որ այդ ով որ գալիս է օրինակ զազրախոսում է, ընտրողները կարողանան ստորագրահավաքով հետ կանչեն, այսինքն էթիկայի հանձնաժողովի փոխարեն, դրա փոխարեն լինի օրենք հետ կանչի մասին, մարդը որ պատասխանատու լինի, պատասխանատվություն զգա հարգի իր ընտրողին, իր պաշտոնը եւ մեր երկիրը, մեր պետությունը։ Նիստի հենց առաջին օրը ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը առաջարկեց, որ բարեկրթության դաշտում գործեն։ Սկզբի օրերին կարծեք թե դա պահպանվում էր, սակայն 3 մի միջադեպ տեղի ունեցավ։ Դրանից առաջ Սամվել Կարապետյանը իշխանություններին անվանել էր չ.Գյորմամիշ, Տարոն Չախոյանը արձագանքել էր, նույն կերպ էր պատասխանել, Տարոն Չախոյանն էլ վիրավորական արտահայտությամբ պատասխանեց Նարեկ Կարապետյանը, տենց տգեղ մի բան տեղի ունեցավ, իհարկե արագ հարթվեց։ Առաջիկա 5 տարում նրանք ի վերջո կկարողանան գալ կառուցողական դաշտից ձեզ։ Ես հիմա ստիպված պետք է գնամ սահմանադրությունը նայեմ, նորից նայեմ, չեմ հիշում, հետ կանչի ինստիտուտը պետք է աշխատի։ Դրանց պետք է հետ կանչենք։ Այսինքն ես չեմ ասում ազգային ժողովը ցրել։ Հույս ունեմ, որ այդպիսի բան կլինի, զարգացումները այնպիսին կլինեն, որ այդ իմպերիական բաժինը, օկուպացիոն մեր իշխանության մի մասը օկուպացված է։ Այ ում անունը որ դուք տվեցիք, դա օկուպանտ է։ Ես նույնիսկ կասկածում եմ, որ նա քաղաքացիություն էլ կունենա։ Նա Հայաստանի քաղաքացիությունից բացի ուրիշ քաղաքացիություն էլ կունենա։ Այսինքն մաքուր անձնագրով, մունդիրով, ուսադիրներով մարդիկ ներխուժել են Հայաստանի Հանրապետության իշխանություն։ Այնտեղ ում շահերը որ ներկայացնում են, ես նկատի ունեմ Ռուսաստանը, RF-ը, RF-ում հույս ունեմ, այնտեղ հոկտեմբեր ամսին, պարբերաբար այդ իմպերիայում հոկտեմբեր ամսին կտրուկ շրջադարձեր են լինում, հույս ունեմ, որ հոկտեմբեր ամսին այնտեղ այնպիսի փոփոխություններ կլինեն, որ այստեղ նրանց ագենտները շահերի դառնան ավելորդ կամ իմ սիրած օրինակն է, ես դա չեմ հոգնում մեջբերելուց 1991 թվականի սեպտեմբերին հանրաքվեի դեմ անկախության հանրաքվեի դեմ աշխատում էր ամբողջ նոմենկլատուրան սովետական Մարդիկ ասում էին, որ անհետեցություն է հայկական պետության անկախությունը
անկախ պետություն ունենալ, դա նշանակում է փուլ կգա, յաթաղանը հիմա կգա թուրքական այրուձին արաքսը կանցնի։ Հենց մենք հայտարարեցինք Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Սովետական Հայաստանը հենց որ հայտարարեցինք անկախ պետություն, կոչինչանա անմիջապես երկրաշարժ կլինի։ Այդ մարդիկ 2 օր հետո հանրաքվեի արդյունքները հայտարարած 2 օր հետո 100%-ով քվեարկեցին անկախության օգտին։ Ես տեսեք տեղ եմ թողնում, որ այս չկայացած քաղաքական գործիչները, ես ասեցի 0 կուրսի, նույնիսկ աբիտուրենտ չեն դրանք դեռ, այդ չկայացած քաղաքական գործիչները եւ ագենտները, չկայացածներին ասենք օգտակար իդիոտները եւ ագենտները կաշխատեն Հայաստանի Հանրապետության օգուտի համար։ Հենց առաջին օրվանից սկսած նրանք հաշեցին թուրքերին, դրանից առաջ էլ նախընտրական քարոզարշավի ժամանակ մարդկանց վախեցնում էին 300,000 ադրբեջանցիներով, սա ինչի մասին է վկայում, օրակարգ չունեին, թե այդպես պետք է լիներ։ Իրենց օրակարգը դա է։ Իրենց օրակարգը, այսինքն ռուսական իմպերիայում կա մի զգալի հատված, իմպերիական շովինիստական հատված, որ իրեն դրսևորում է պոզա, ասենք, հա, դիրքավորվում է որպես երրորդ Ռոմ։ Այսինքն հակաթուրքականությունը ոչ թե գալիս է թուրքության դեմ, թուրքությունը չկա իրենց երկրի կեսը թուրք, այսինքն ընդհանրապես ռուսական իմպերիան այդ երկգլխանի է, նա թուրք-ռուսական պետություն է։ Ոսկե հորդայի իրավահաջորդն է ի վերջո, ուրեմն երրորդ Ռոմի գաղափարն է, որ Օսմանյան կայսրությունը պետք է լիկվիդացվի ու տեղը պետք է լինի արդեն երրորդ Ռոմը, Մոսկվան։ Հիմա այդ ծրագրին մենք սպասարկել ենք 200 տարի։ Հայաստանը դարձել է այդ ծրագրի սպասարկում։ Ես ավելի կոպիտ բառեր եմ օգտագործում սադրիչը։ Այսինքն հայկականությունը, ռուսական իմպերիան որպես սադրանք Օսմանյան կայսրության հետո Թուրքիայի Հանրապետության գործերին միջամտելու առիթ, ու դա շատ հարմարվել է ոմանց էթնիկ հայեր կան, որոնց շատ հարմար է սադրիչ լինելը։ Այ հիմա այսօր հակապետականությունը կա, որ քարտեզին են դեմ, իդեպ Լուսանցքում ասեմ, ես այսօր քանի անգամ Լուսանցք օգտա, Լուսանցքում ասեմ, այդ քարտեզը 30,000 քառակուսի կիլոմետր քարտեզը մի քանի անգամ ռուսական իմպերիան հաստատել է։ Այսինքն մենք հիմա մերոնք, հենց որ դեմ են խոսում այդ քարտեզին, դեմ են խոսում ռուս-թուրքական ծրագրին, որտեղ 1918 թվականին Բրեստ-Լիտովսկում այդ քարտեզը հաստատվել է, ռուսական իմպերիան հաստատել է։ Դրանից հետո բոլոր իշխանությունները, պարբերաբար բոլոր իշխանությունները սովետական Լենինը, Ստալինը, ազգանունով հերթով մինչև Գորբաչովը սովետական ժամանակներում հաստատել են այդ 30,000 քառակուսի կիլոմետրը, Նագորնի Ղարաբաղը, Նախիջևան Ղարսը հանձնել են, դրա մասին է խոսքը, Նագորնի Ղարաբաղը կոնկրետ հանձնվել է հակառակորդին, եւ վերջերս դեմոկրատական Ռուսաստանը, Ելցինի եւ Պուտինի Մեդվեդևի ժամանակ երեքն էլ միասին հաստատել են, որ Նագորնի Ղարաբաղը, Ղարսը, Նախիջևանը Հայաստանինը չի, հանձնել են։ Հիմա այսինքն այդ քարտեզի դեմ որևէ մեկը ռուսական ագենտը շահերի, եւ որ այդ քարտեզի դեմ խոսում է զարմանում է, չի հասկանում, որ դա ռուսներն են գծել այդ քարտեզը ու փաթաթել մեր վզին։ Մեր վզին փաթաթվել է այդ քարտեզը 30,000 քառակուսի կիլոմետր, այս Լուսանցքներ։ Պետարքիրը կենտրոնը ինչ կլինի։ Ես կարծում եմ, որ այդ հակաթուրքականությունը հետաքրքիր է, օրինակ Մարգարիտ Սիմոնյանը եւ Հրան Բինքը։ Մեզ համար մեկը թշնամի է, մեկը բարեկամ։ Չէ, օրինակ մշեցիները հիմա, որ ապրում են հայերը, Ստամբուլը չէ, մշեցիները մեր թշնամիներն են։ Եվ հետաքրքիր մի բան, ձեր ժամանակ էլ հայ, երբ որ անկախացման այսպես այդ գործընթացներ գնում, այն ուժերը, որոնք սպասարկում են ռուսական շահը, էլի իրենց այդ քարոզարշավներում, իրենց հանրային ելույթներում նույնպես նշում էին, որ եթե ռուսը չլինի, թուրքը կգա եւ մեզ կուտի։ Ոչ միայն թուրքը, այլ բնական աղետներ էլ կլինեն։ Մեր ժամանակ, երբ որ մենք եկանք, մենք էլ էինք կասկածում, անհանգիստ էինք։ Դա գիտեք, անհանգիստ էինք։
դե մեր կենսագրությունը, ես իմ կենսագրությունը հիմա չեմ ուզում պատմել, բայց անդադ անկախություն ասելով մենք անդադ դրա մասին մտածում ենք, բա որ իսկապես դրանք ճիշտ դուրս գան, ինչ ենք անելու։ Բայց մի բան կար, որ մենք գիտեինք ու դեռ 1990 թվականի նոյեմբերին կամ դեկտեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մի անգամ ասեց թող Թուրքիան բախտը փորձի, կլուծարենք։ Թուրքիան թող բախտը փորձի, մենք ուրիշ քարտեզ ունենք։ Այդ տարածաշրջանի համար մենք ուրիշ քարտեզ ունենք։ Մենք դա գիտեինք, ովքեր որ անկախություն էին քարոզում եւ կռվում էին անկախության համար։ Մենք գիտեինք, որ իտալա-թուրքական 11 թվին 1911 թվին իտալա-թուրքական պատերազմ է եղել։ Պատճառներից մեկը գիտեք որն է։ Իտալիան ասում էր հայկական թագավորությունը մերն է։ Մենք թուղթ ունենք մագաղաթի վրա գրված։ Այդ մագաղաթի վրա գրվածը հաստատել է գերմանական, հռոմեական, Հռոմի իմպերատորը, Հռոմի պապը, Ֆրանսիայի թագավորը, Անգլիայի թագավորը, Ավստրիայի թագավորը, հետո Ավստրիայի իմպերատորը։ Այսինքն իտալացիներն ասում են հայկական թագավորությունը մերն է, լիկվիդացված չի հայկական։ 1911 թվականին այդպիսի պատերազմ եղել։ 1871 թվականին Ավստրիան իմպերիա էր արդեն։ Գիտեք, Ավստրո-Հունգարիա, հռոմեական կայսրությունը վերացել էր։ Օրակարգ է բերում հայկական թագավորության վերականգնումը Օսմանյան կայսրությունում։ Ռուսական իմպերիան Գրչակովի ղեկավարությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վետո է դնում այդ բանի վրա, որ հայերին թագավորություն պետք չի։ Ռուսաստանը հայերի համար հարմար եւ ապահով երկիր է։ Հիմա մենք դա գիտենք, որ մենք ունենք գործընկերներ աշխարհում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը այն ժամանակ, Եվրոմիություն չէր կոչվում, Արևմուտքը կողմ է եւ ուզում է այստեղ ունենալ հայկական պետություն։ Ուրեմն դրա համար ասում ենք, որ Թուրքիան կլուծարվի, եթե անեքսիայի ենթարկի Հայաստանը։ Ու հիմա ես չգիտեմ ինչն է պատճառը, գիտելիքների պակասի պատճառով են իրենք այդքան վախենում, թե ուղղակի վախկոտ են։ Դու գիտեք, վախկոտը, այսինքն ոչ միայն գիշատիչների ցեվախեն, այլ նաև իր ստվերից։ Հիմա սրանք կամ վախկոտ են, կամ տգետ են, կամ ուղղակի հանձնարարություն են կատարում, մեզ վախացնում են Թուրքիայով։ Թուրքիան սարսափելի չի։ Թուրքիան սարսափելի չի, պետք չի Թուրքիայից վախենալ, սահմանը չի անցնի, դա իր համար կործանարար կլինի։ 10 միլիոն հայից 2.5 միլիոնն է այստեղ ապրում։ Թուրքիան գիտի ինչ կգա իր գլխին, եթե հանկարծ սահմանը անցնի։ Խոսենք նաև Սամվել Կարապետյանի որոշ հայտարարությունների մասին, նա նշել է, որ պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ դուք, բոլորդ հայ ժողովուրդը։ Ինչ եք կարծում, սա նաև ակնարկ չէ ընդդիմությանը, այսինքն ստացվում է ինքը իրեն հռչակել է ընդդիմության լիդեր։ Այո։ Ինքը չի հռչակել, իրեն հռչակել են, ինքն էլ կրկնում է։ Ինքը ոնց որ կատարող։ Ինքն իրեն չի կարող հռչակել, իրեն իր կենսագրությունը ամբողջությամբ կառուցված է դրա վրա։ Դրան մենք ասում ենք դրածո։ Ես իր բառերը չեմ օգտագործում, ինչ որ ինքը մեր մասին ասում է, այդ չտեսության բանի մասին, ես տեսեք խնայում եմ իրեն։ Այսինքն որպես դրածո, նա կարծիք չի կարող ունենալ։ Նա կարծիք կրկնող է։ Այո, նրան նշանակել են զոն նայող։ Ինքը իրեն չի հռչակում, իրեն հռչակել են, իր մասին ասեց մեր երկրի ղեկավարը, երբ որ Մոսկվայում հանդիպել էր RF-ի նախագահի հետ, RF-ի նախագահը ասեց, ես մարդ եմ նշանակել ձեր մոտ Հայաստանում, մարդ եմ նշանակել, դրան տեղ տվեք իշխանությունում։ Այսինքն, էլ հիմա ասացը հիմք ընդունենք, Վլադիմիր Պուտինը ասեց, որ ես այդտեղ մարդ եմ ուղարկել, տուզեմեց եմ ուղարկել, տեղաբնիկ մեկին ուղարկել եմ, որ այդտեղ նայի։ Նիկոլ Փաշինյանը ասեց, այդ ձեզ թվում է։ Այդ շատ կարևոր էր այդ միջադեպը, որ ասեց, ձեզ թվում է, մենք արդեն այն չենք, մենք ձեզանից չենք վախենում, մեզ տեղաբնիկ պետք չի։
Մենք ունենք օրենքներ, այդ օրենքներով ղեկավարվում ենք։ Դա շատ հետաքրքիր հանդիպում էր այս հեռախոսազանգից առաջ։ Այս համատեքստում խոսելով Սամվել Կարապետյանը խոսելով Ռուսաստանի Դաշնության արտահանման արգելքի մասին ասել էր, որ դա այդ ամենը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, որ գյուղացիներն աղքատանան եւ նրանց հեշտ ղեկավարի, այ որ ինքը լիներ վարչապետ, այդ հարցը արագ կլուծեր։ Գիտեք, ճիշտ է ասում, բայց որոշ շեշտադրումներ փոխենք։ Նիկոլ Փաշինյանը ես ինչ պետք է աներ, որ ցույց տար, որ մենք թշնամի երկրի հետ գոյություն ունենք։ Մեզ պատերազմ է հայտարարվել։ Պատկերացնում եք, մեզ տնտեսական պատերազմ է հայտարարվել։ 44-ի մասին չի, այդ գյուղ մթերքի դեմ Հայաստանի տնտեսության դեմ պատերազմ է։ Էհա, որ մեր գյուղացիները, որոնք որ պահպանողական են եւ զգուշավոր են, աշխարհի բոլոր գյուղացիներն են այդպես զգուշավոր, նրանց ուղղակի Ռուսաստանն ասեց դուք սխալվում եք, մենք ձեր բարեկամը չենք։ Այդ Սամվել Կարապետյանը այդ իմաստով ճիշտ է ասում։ Նիկոլ Փաշինյանը շահեց մենք բոլորս, ովքեր որ անկախության կողմնակիցներ են, Եվրոմիության կողմնակիցները շահեցին։ Մենք տեսանք, որ անհեռանկար է Ռուսաստանի հետ կառուցել ապագա տնտեսական հարաբերություններ չարժի հույս դնել Ռուսաստանի վրա չի կարելի։ Ճիշտ այնպես ինչպես 1920 թվականին, 15 թվականին, 1917 թվականին, 1990 թվականին մի անգամ էլ չէ Ռուսաստանը հեռացել 1990 թվականին 1990 թվականի հուլիս ամսին դա իրենց մոտ հիմա էլ տոն է նյութիում կարմից չեն կերակրից հեռացան սովետական միությունից դուրս եկան մեզ լքեցին ու թուրքերը իմիջիալի սահմանը չանցան 1990 թվականի հուլիսի 16-ն է ինչն է ուրեմն դա շատ հետաքրքիր բան էր միջադեպ էր ասեց որ մեր վրա հույս չդնեք Սամվել Կարապետյանը դա է ասում է փաստորեն Ռուսաստանը լյուստրացիա արեց ինքը իրեն ցույց տվեց եւ Նիկոլ Փաշինյանը անշուշտ շահեց դրանից Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Ռուվերչուկն էլ այսօր ասել է որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի եւ նշել որ մենք դեռ տարիներ առաջ զգուշացրել ենք դրա մասին մենք միշտ ասել ենք Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ունենա գործընկերային փոխշահավետ հարաբերություններ փոխշահավետությունը եւ գործընկերությունը ճորտությունը ենթակայությունը պիտательная среда ֆորպոստը անվտանգության գոտին մեզ համար կործանարար են գործընկերություն եւ փոխշահավետություն այո Ռուսաստանի տնտեսություն այո Ռուսաստանը չի կարող գործընկերային հարաբերություններ ունենալ մեզ հետ նա ընդհանրապես դեռ շատ լուրջ խնդիրներ է ունենալու այս ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները շատ ծանր են լինելու Ռուսաստանի համար։ Ես կարծում եմ, որ անուղղակի ձևով կարելի է այդպես էլ հասկանալ Ռուսաստանը մեզ նախազգուշացնում է, թե զգուշացնում է, ասում է, ձեր գլխի ճարը տեսեք, մենք վստահելի գործընկեր չենք։ Եվ ՀԱՊԿ-ի մասով, մի քանի օր առաջ ՀԱՊԿ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել էր, որ Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու համար կոնսենսուս կպահանջվի։ Այսօր հայտարարել է, որ Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ չկա, բայց նաեւ այդ կոնսենսուսի մասին խոսել եւ ՀԱՊԿ-ի կանոնադրության 25-րդ հոդվածի հնարավոր կիրառման մասին է հայտարարել։ Ինչ սպասել։ Չկարդացել է, կանոնադրությունն է կարդացել։ Սկզբից հանձնարարությունը ստացել է սպառնալ վախացնել հայերին։ Հետո ասել են կարդա մի հատ տես ինչ ես ասում։ Մեր արձագանքը երևի, մեր արձագանքը սթափեցրել է, կարդացել են, տեսել են, որ կոնսենսուս է պետք, մեր կարծիքը կարևոր է։ Մենք էլ պետք է մեզ պատժենք։ Մենք մազոխիստ որպես, ուրեմն մենք ինքներս մեզ պետք է պատժեինք այդ ժողովում։ ՀԱՊԿ-ում նախ ՀԱՊԿ չէ, դա ՕԴԿԲ է։ ՍՍՍՌ էր, ոչ թե խորհրդային միություն։ Մեծամասնական չի, բոլշևիկ է։ Ես ասում եմ ՕԴԿԲ-ում իրենք չեն գրել են կանոնադրությունը ու լավ չեն կարդացել կոնսենսուս այսինքն մենք պետք է ընդունեինք իրենք միշտ էլ իմիջիալից մեր մասին այդպիսի կարծիք ունեն որ մենք ադաբրեան ինչ ասում են հա մենք մեղավոր ենք մեղավոր որ մեր վրա հարձակվել են մենք ենք մեղավոր որ Տրոցկին ու Լենինը Բրեստ-Լիտովսկում Ղարսն ու Նագորնի Ղարաբաղը հանձնել են Թուրքիային մենք մեղավոր ենք դրանում Պատկերացնում եք, մենք մեղավոր ենք, որ թուրքերը հարձակվել են, հասել են Սարդարապատ։ Մենք մեղավոր ենք, որ կռվել ու հաղթել ենք։
Մենք մեղավոր ենք դրանում։ Այնք մեկին խոսում ես այդ ձեր ասածներին հիմա, որ թուրքերով սպառնում են, չի ասում են, մենք մեղավոր ենք։ Ինչու մենք մեղավոր։ ODKB-ն ոչ ոքի պետք չի, դա ռուսական իմպերիայի ծավալապաշտական բաներից մեկն է, դրվագներից մեկն է ընդամենը։ Դրանք սիրում են քողարկվել SSR, ODKB, SNG, Մաքսային միություն, Եվրազես։ Այդ բոլորը իր մականուններն են ռուսական իմպերիայի։ ODKB-ն պետք չի ոչ մեզ, ոչ էլ Ռուսաստանը, որտեղ Ռուսաստանը հիմա իր մայրաքաղաքը չի կարողանում պաշտպանել։ Ռուսաստանը չի կարող զինված ուժերով մեզ սպառնալ։ Թե վարչապետը ասել էր, որ կարելի ասել մեր մասնակցությունը հապկում սառեցված է, բայց ձեզ ինչու է, Ռուսաստանը կոշտացնում հռետորաբանությունը, թե հապկի մասով, թե ԵԱՏՄ-ի մասով, ուր կարող է հասնել ձեզ։ Սխալ է անում։ Դա անհամարժեքության դրսևորում է։ Ռուսաստանը չի պետք է խնդրի, այ Ռուսաստանը հիմա պետք է խոնարհ լինի, պետք է խնդրողը լինի, մեր բարեկամությունը պետք է խնդրի, մեր ներողամտությունը պետք է խնդրի։ Ես ձեզ ասել եմ պարբերաբար կրկնեմ 2014 թվականի մարտ ամսին Ռուսաստանը ծնկաչող հայ ժողովրդից ներողություն խնդրեց Ղրիմի հայերին գենոցիդի ենթարկելու համար։ Ծնկի եկավ Ռուսաստանը, կրկնեմ 2014 թվականի մարտ ամսին ներողություն խնդրեց, ասեց ձեզ գենոցիդի եմ ենթարկել, դիմեք փոխհատուցում տամ։ Այ Ռուսաստանը այդպիսի պետություն է։ Վատ է վարվում մեզ հետ, վատ է վարվել մեզ հետ, հիմա էլ Ռուսաստանը չի հասկանում, որ մեր օգնության կարիքը զգում է, դու գիտեք պաշտոնական թվերը, 1940 թվականին Հայաստանի Հանրապետությունում 1.5 միլիոն մարդ էր ապրում, զորակոչի ենթարկվել է 60,000 մարդ։ Մի տարի հետո դա դարձավ 600,000, բնակչության 23%-ը Հայաստանի բնակչության 23%-ը սովետական Հայաստանի զորակոչվեց 8 դիվիզիա 600,000 մարդ զորակոչվեց գնաց բանակ Գիտեք 2 դիվիզիա ողջ մնաց 6 դիվիզիա զոհվել է Այսինքն տեսեք խնդրում է գալիս խնդրում է 60 գեներալ որ ասում են հո հենց այնպես չէր վստահելի է ռուս ժողովուրդը պարտք է մեզ ու հիմա Ռուսաստանը սխալ է անում, կոպիտ սխալ է անում, որ մեզանից ներողություն չի խնդրում, փոխհատուցում չի տալիս, չի դառնում մեր դաշնակիցը, մեր աջակիցը, անցել է մեր թշնամու կողմը, կողքին կանգնածը մեր թշնամու։ Այ դա է, դրա մասին է այդ հայտարարությունը։ Նաև մայիսի 29-ին ԵԱՏՄ նիստում երբ որոշում կայացրեցին, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի եւ հանրակրվեի միջոցով որոշի գնում է դեպի Եվրամիություն, թե մնում է ԵԱՏՄ-ում, հետաքրքիր է 13 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ մի գիշերում մենք մտանք ԵԱՏՄ կազմի մեջ, ինչու է հանրակրվեի հարցը դրված չէր, իդեպ ես հիշում եմ, որ դուք էլ պայքարում էիք այդ ամենի դեմ։ Ես հենց այդ օրի հաջորդ օրը ես աջակցում էի Սերժ Սարգսյանին այդ հաշտեցման ծրագիրը, հայ-թուրքական հաշտեցման ծրագիրը դեմ լինելով այդ քրեա օլիգարխիկ համակարգին, ես ասում եմ դա գնում են հայ-թուրքական հաշտեցմանը, հարկավոր է աջակցել մանավանդ 4 տարի, 3 տարի 8 ամիս եվրոպական ստանդարտներն էին բերում Հայաստան ու հանկարծ մի օրվա մեջ փոխվեց։ Ես ասում եմ ակննդական Ընդհանրապես կարգ կա, ոնց մտել ենք, այդպես էլ պետք է դուրս գանք։ Ճիշտ այնպես մի գիշերվա մեջ մենք մտել ենք Եվրազիական միություն, ուրեմն մի գիշերվա մեջ էլ 103 հոգի կամ 108 հոգի։ Ես հիմա չեմ հիշում թիվը, կներեք։ Ազգային ժողովը մեր սև ցուցակ կա։ Սև, շատ սև ցուցակ կա։ Քվեարկեցին մեր ժողովրդի որոշման դեմ։ Պատկերացնում եք 2.5 միլիոն մարդ 91 թվականին քվեարկել է անկախության օգտին 108 հոգի չեղյալ համարեց այդ որոշումը ու Հայաստանը Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ տարավ Եվրազիական միություն ուրեմն մի գիշերվա մեջ մտել են մի գիշերվա մեջ 108 հոգով ես կարծում եմ որ արժե այդպես անել շատերը կգան բայց հարկավոր է փակել դուռը 108 հենց լրանա դուռը փակում ենք ասում ենք հիմա որոշում ենք դուրս գալ Եվրազիական միությունից քվեարկություն միաձայն կանցնի
8 հոգի թե 7 հոգի այդ ժամանակ դեմ էին քվեարկել Եվրազիական միությանը ազգային ժողովի նիստը հատուկ նիստ Եվրազիական միություն, այսինքն գաղութացման ծրագրին կողմ քվեարկել են մի քանի հոգի դեմ են, այդ թվում եւ կարծեմ Նիկոլ Փաշինյանն էլ է դեմ քվեարկել Եվրազիական միությանը։ Ուրեմն տեսեք հավաքենք նորից 108 հոգի։ Դա ես հուշում եմ ռուսներին 108 հոգով մտել ենք, 108 հոգով դուրս կգանք։ Ուզում եք 800 հոգի բերենք։ Կարելի է 8 միլիոն էլ հավաքել։ 10 միլիոն ենք, չէ՞ մենք 8 միլիոն հաստատ կգա։ Ռուսներին չենք մասնակցի։ Մարգարիտա Սիմոնյանին, Լավրովին կասենք դուք մի մասնակցեք։ Այդ 2 միլիոնը թող չմասնակցի։ 8 միլիոնով մենք նորից անկախություն կհռչակենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Գերագույն խորհրդի падգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար